Ուրեմն բացվինոթա կուրսի չետանյաշիկ շամրիտա մենք ձեզ հետ ուսումնասիրում ենք մի գրված, որը ես ամեն անգամ դեպի ասեմ, որը ինքը նախատեսված է նկարագրում է հոգևոր կյանքի բոլոր էտապները եւ իրականում կիրառելի է անկախ դրանից, թե ազդավորությունը ինքը ինչ քրոնականության հետևորդ է։ Այս իմաստով մենք ձեզ հետ քննարկեցինք շատ կարևոր հոգևոր ասանսկրիտ դա կոչվում է տատվաներ, հա, հոգևոր ճշմարտություններ, հա, որոնց հիմքի վրա կենդանյակը ինքը որոշում է ընդունում ընդհանրապես զբաղվի հոգևոր կյանքով։ Մենք տեսանք, որ արենցիները իրենք շատ այսպես պրագմատիկ մոտեցում ունեն հոգևոր կյանքին, չէ, իրանք սկսում են քննարկել, թե ընդհանրապես մարդը ինքը ոնց պիտի կազմակերպի իր հոգևոր կյանքը, որպեսզի այդ հոգևոր կյանքը լինի ճիշտ։ Այս գաղափարը ինքը իրանով արդեն նշանակում է, որ արիացիները իրանք մտածում էին, որ երբ որ կենդանյակը ինքը կամակոր կերպով է մտնում հոգևոր կյանք, չէ, այդ տիպը էլի, ես ունեմ իմ Աստված, չգիտեմ, ես ունեմ իմ ճանապարհը, ուրեմն այդ ամեն ինչը ինքը իրականում կենդանյակին կարող է ընդհանրապես ոչ մի ճիշտ տեղ չբերի։ Արիացիներն իրենք շատ այսպես պրակտիկ խնդիր էին իրաց առաջ դնում, այսինքն իրանց մոտեցումը այսպիսին էր, եթե կա Աստված, ուրեմն իրան հնարավոր է հանդիպել, վերջ։ Կարևորն է հասկանալ, թե որն են պայմանները, որի կատարման ժամանակ Աստված իմ առաջ կհայտնվի։ Չէ, ինքը տրամաբանական է, չէ՞։ Հասկանում եք, ու այդ միանգամից հասկանում ես, չէ, որ եթե եղել է այդպիսի քաղաքակրթություն, որը իր առաջ այդպես պրագմատիկ խնդիր է դրել, չի էլի այսպես ձևերով ֆրացվել քեզի, որ վերջում դու չնկատես էլի, որ վերջում քեզ Աստծո հետ հանդիպումը չապահովվեց էլի, այսինքն դու միշտ մնացիր հավատի մակարդակի վրա, մինչև մահվանս գիծը։ Ես միշտ ասում եմ, որ ես արական քաղաքակրթությունով հրապուրվել եմ հենց այդ կետից։ Երբ որ ես հասկացա, որ իրանք չեն ասում հավատամ, մահից հետո, ես միշտ բան ասում, չէ, կա պայմաններ, ներքին պայմաններ կա, հենց որ դու այդ ներքին պայմանները կատարեցիր, որ պահին դու հասար մաքրության այդ աստիճանի, այդ պահին գերագույն աստվածավորությունը կգա քո հետ հանդիպման։ Վերջ, остальное за тобой։ Հասկանում եք, եւ արիական քաղաքակրթության մեջ կոնկրետ կային մարդիկ, որոնք իրանք կարողանում էին Աստծո հետ հանդիպել։ Իրանց համար դա ես միշտ ասում եմ, ասելու եմ, իրանց համար դա հավատի խնդիր չէր։ Այսինքն հոգևոր մարդիկ հավատացյալ են կոչվում միայն աստվածամերժության դարաշրջանում, ես դա մշտական ասում եմ, որովհետեւ այո, աստվածամերժության դարաշրջանում Աստված ասել է, որ ատելիքը բառը նշանակում ասում է, թե ինչ կենդանիակներ են ծնվում, ու համապատասխան, եթե ես այդտեղ եմ բերում են կենդանիակներին, որոնք ինձ չեն ուզում, ես գալիս եմ այդտեղ ինչ անեմ։ Հասկացաք, չէ՞։ Եվ ուրեմն մենք ձեզ հետ տեսանք, որ արդեն մտանք դրանից հետո այն թեմայի մեջ, թե ընդհանրապես ինչպես է պետք հոգևոր կյանքը կառուցել։ Ինքը 3 բլոկ է, առաջին բլոկը կոչվում է ինչա պետք անել, որպեսզի դու հոգևոր կյանքը վերցնես։ Երկրորդ բլոկը ինքը կոչվում է ինչա պետք անել, որ դու իրան չկորցնես։ Հա, տեսեք, այս երկու ծայրերը, հա, հետոնոր մեջտեղին են։ Իսկ ինչա պետք անել, որ դու հոգևոր կյանքում գնաս առաջ։ Մենք հիմա ձեզ հետ արդեն քննարկում ենք, թե ինչա պետք անել, որպեսզի դու հոգևոր կյանքը չկորցնես։ Չէ՞։ Այսինքն տեսեք, ազնվորությունը նախապես տրվում է գրագիտություն, ինչպես զբաղվել հոգևոր կյանքով։ Հա, եւ այդ է։ Տեսեք, ասենք, մենք ինչ ասեցինք, չէ՞, ասեցինք, որ ամենասկզբում երբ որ դու պետք է հոգևոր կյանքը վերցնես, քո համար ամենակարևորը դա հոգևոր ուսուցչին հանդիպելն է, չէ՞։ Մենք հիմա այս պահին հանդիպել ենք հոգևոր ուսուցչի ու ամեն հանդիպման ժամանակ ես հույսով եմ, որ իրականացնում ենք, թե իր հետ շփումը ինչքան է պարզեցնում մեր համար ընդհանրապես հոգևոր կյանքի գրագիտությունը, չէ՞։ Եթե մենք մեզանով մնայինք, քանի կյանք պիտի ապրեինք, որ այդ ամեն ինչը հասկանայինք։
Չէ՞, բայց երբ որ գալիս է կվալիֆիկացիա ունեցող հոգևոր ուսուցիչը, այդ ամենահավես բանն է այդ հարաբերությունների մեջ, էլի, որ դու մշտական sense գիտակցում ես, թե ինքը քո համար քանի կյանքերա բանանում, էլի, խնայում, թե դու քանի կյանքեր այդ խնդրտուկների մեջ խորխորայիր, որ ինչ-որ մի բան կարողանայիր հասկանայիր, հա, ու թե ինքը ինչքան ընդհանրապես կարող է sense գա, երկու նախադասություն ասի, ու դու 10 կյանք խնայեցիր։ Այդ երկու նախադասության հաշվին, որտեղ ստույգ պատկերացնում ես, որից հետո ինչ տանես, ոնց տանես, չէ՞։ Մենք դες տեսանք, որ իրական հոգևոր ճանապարհը ինքը սկսվում է հոգևոր ուսուցիչ գտնելուց այդ բանից, ու մենք այդտեղ շատ լուրջ քննարկեցինք, որ մեր ժամանակներում դա ահավոր խնդրահարույց խնդիր է, ինչի համար, որովհետև հոգևոր դաշտը ինքը բաժանված է աղանդների, ընդ որում մենք ձեզ հետ 100 անգամ արդեն դա ասել եմ, որ արիացիների համար, այսպես էլի արիացիների տեսանկյունից եւ քրիստոնեությունն է ընդհանուր առմամբ աղանդ, եւ մուսուլմանությունն է աղանդ, եւ բուդդիզմն է աղանդ, եւ հինդուիզմն է աղանդ։ Իրանք ինչ են ասում, իրանք ասում են ցանկացած կրոն, որը հոգևոր մարդկանց բաժանում է, ինքը աղանդ է։ Всё։ Որովհետև հոգևոր մարդիկ իրանք պետք է լինեն միավորված, ինչի որտեղ վերջնականում ես եմ, չէ, ես մի հատ եմ, օրինակ, ու կռիվը որն է, ես հիմա մի հատ եմ, չէ, արջին եմ ստեղ նստած, երբ եք դուք դառնում աղանդ, երբ որ այս մի շարքը ինքը ասում է, իր անունը արջիչի, իր անունը, չգիտեմ, Մարիամա, ինքը Սևամորթ է, չգիտեմ, էսա են է, հա, Այս միլիարդ ասմա դուք տգետ եք, ոչ բան չեք հասկանում, ինքը բանա եվրոպացի է, ոսկե մազեր ունի, կապույտ աչքեր ունի, իր անունն էլ Ժոզեֆինա է, հա, այսպես եսի միջ ասում, այսպես եսի միջ ասում, ու դուք սկսում եք իրար մեջ կռվել, ես եմ նստած նայում եմ ձեզ, թիսի չեք անում դուք ստեղ վարժե, հասկացանք, չէ, ուրեմն այդի իրանք կոչում են աղանդ, ու իրանք ինչ են ասում, իրանք ասում են այդ աղանդի գլխին միշտ կանգնած է մարդ, որը ինքը շահագրգռված է, որ այդ դաշտը բաժանված լինի։ Հասկանում եք, իրական կրոնականությունը ինքը բոլոր կրոնական մարդկանց պիտի միավորի, ու կրոնական մարդիկ իրար ճանաչում են ոչ թե կրոնական պատկանելիությամբ, այլ հոգևոր աճի մակարդակով։ Թե ինչքան այդ մարդը ինքը բարոյականություն ունի առաջի հերթին, երկրորդ հերթին, թե ինչքան է ինքը հրաժարված գիտական աշխարհից, թե ինչքան ինքը կապվածություն ունի Աստծո հանդեպ, ինքը ոնց է Աստծուն ճանաչում, չէ՞, ու դա կրոնական պատկանելիությունից անկախ։ Հասկանում եք, չէ՞, ուրեմն այդ դրա համար այդ հոգևոր ուսուցիչ ընդունելը ինքը շատ խնդրահարույց է։ Դրա համար աստվածամեժության դարաշրջանում գործող արիացի հոգևոր ուսուցիչները իրանք միշտ մի հատ խոսք են ասում են այ քեզ թվաց որ դու հանդիպեցիր հոգևոր ուսուցիչ, հա? Միշտ ապի մի անգամ սկսվեց իր գիրկը, որովհետև քեզ դուր է եկել իր աչքերը կամ իր խոսալու ձևը կամ պրոստա ինքը կարմայով խարիզմատիկ մարդ է, ինքը որ դուրս անգալ է խոսում է, իրանով չհարապուրվելը հնարավոր չի, միշտ ապի, արտաքին ոչ մի բանով, միշտ ապի, հոգևոր ուսուցիչ ընդունել, բայց պյանես, գալիս ես խելոք են ամնավերջում, որ կեզ ոչ մեկ չնկատի, նստում ես ու սկսում ես լսել, լսել, անկախ ամեն ինչից, թե իր աչքի գույնը ինչա անում, ինչա մազնա դուր գալի, ձայննա դուր գալի, թե ինչնա դուր գալի, որտեղ այդ դուր գալը ինքը ժամանակի ընթացքում կամաց անցնում է ու մնում է էությունը ու շատեր լսում ես, ինքը ինչա խոսում, ինքը քեզ ուր է տանում, չէ՞, հիմա այդ ուր է տանում, ինքը ունի երկու հատ բան ասել կամ ես, կա հոգևոր ուսուցիչը, կա Աստված, կա լսողը։ Իրական հոգևոր ուսուցիչը ինքը անում է սենց, ինքը օգտագործում է իրան, որ քեզ կապի Աստծուն։ Այսինքն, երբ որ դու իսկական հոգևոր ուսուցիչի մոտից ես հեռանում, հա,
Դու հեռանում ես հիացած Աստծով, հոգևոր կյանքով, այն գիտելիքով, որը լսում ես։ Հա? Ինչ է անում կեղծարարը։ Կեղծարարը ինքը նայ, տրիուգոլնիկը նույնն է։ Էլի կա ինքը, կա Աստված, կա լսողը։ Բայց եթե ինքը կեղծարարը, ինքը Աստծուն մասին է խոսում նենց, որ դու կապվես իրան։ Ու դու գնալուց չես մտածում այն գիտելիքի մասին, որը ստացել։ Որտեղ իրականում, եթե դու գործում ես իրական ուսուցչի հետ, դու էլի իրան կապվում ես։ Բայց կապվածությունը ինքը տարբեր է լինում, հասկանում եք։ Եվ որ դու իրան կապվել ես, որովհետև ինքը քեզ Աստծուն է տվել, չէ՞։ Քո ռեալ կապվածությունը դառնում է Աստված, իսկ իրա հանդեպ դու շնորհակալ ես։ Հասկանում եք։ Ոչ թե ֆանատիկորեն կապված ես, բերանն ես նայում, թե ինքը երբ ինչ հրաման կտա քեզ, այլ դու իրան պրոստը շնորհակալ ես, ինչի համար, որ ինքը քո համար բացահայտեց Աստծուն։ Հասկացա՞ք, չէ՞։ Այլ երբ որ հակառակն է տեղի ունենում, որ այդ նույն 3 կոմպոնենտների մեջ ինքը ոչ թե իրան օգտագործեց, որ Աստծուն կապի, այլ Աստծուն օգտագործեց, որ կապի իրան, այդի կեղծոք է, որ ուսուցիչ է, այդի որ սրծերի շատ հեռուներ չգնանք։ Հասկացաք, չէ՞, դրա համար ամեն անգամ հեռանալուց դուք պետք է ուշադրություն դարձնեք, դուք ինչ եք, որ մեր ամենագլխավոր պրասվիթլենյան, հա, ու դուք ինչով հեռացաք։ Եթե դուք հեռացաք նրանով, որ Աստծուն ավելի մոտիկ եք ճանաչել, հոգևոր կյանքն եք ավելի պարզ հասկացել, ու դրա համար շնորհակալ եք հոգևոր ուսուցչին, դա նորմալ է։ Հասկանում եք, չէ՞, ինչ եմ ասում։ Բայց եթե դուք բան եք անում, որ այ ամենակարևորը դա ինքն էր, թե ինքը ոնց էր ասում, եթե ես ասանք ասեք, հետո հարցնեք, ասեք, բա ինչ էր ասում, չեք կարող ասել։ Ինչ էր ասում։ Որտեղ իրան էր կապում։ Հասկացա՞ք։ Դրա համար այդ Աստծո մասին գիտելիքը ինքը չի մնում մարդու մեջ, էլի։ Իհարկե, եթե դուք իրոք անկեղծ եք, որտեղ պետք է երկու ստեկ բանում, աստվածամեժության դարաշրջանում ես կարող եմ ասել նոր գաղափար եմ առաջ քաշում։ Գոյություն ունի ոչ միայն կեղծ ուսուցիչ, այլև կեղծ աշակերտ։ Հասկանում եք, ազնվորություններ, որոնք իրանք գալիս են ու ձևացնում են, որ իրանք հոգևորով են հետաքրքրվում, իսկ իրականում իրանք հոգևորով չեն հետաքրքրվում։ Ոչանք, իհարկե, ուզում է իր առաջ հենց ինքը Աստված նստած լինի, ինքը մեկա մի ականջից մտնում, մյուս ականջից դուրս է գալիս։ Դա էլ էլի բան։ Բայց դա հիմա ասենք, այ կարևորը դա էր, որ պիտի գտնես հոգևոր ճանապարհի բացող ազնվորությամբ, մենք քննարկեցինք, որ դա խնդրահարության մեր դարաշրջանում, չէ՞։ Եթե արդեն դու ինքդ քեզ նորմալ ժամանակ տվեցիր։ Հասկացաք, երբեք մեկ աշակերտներն են տենց անում, որ շտապացնում են մարդուն, որ ինքը աշակերտ դառնա։ Ես միշտ ասում եմ, երբեք մի ենթարկվեք այդպիսի խոսակցություններին։ Դա միշտ չի էլի, որ մարդը ինչ-որ վատ բանից է ուզում, ինքը սենց է կատարվում։ Աշակերտը ինքը շատ սիրում է իր ուսուցչին, ու երբ որ մի հատ նոր մարդ է գալիս, ինքը սենց է մեջը եռում, մամերն է սպասում, դե երբ այս մարդը հասունանալու, որ իմ այն նրանում ես սիրում եմ, ինքն էլ ընդունի։ Ինչ-որ չարամիտ բան չկա դրա մեջ, հասկանում եք, բայց դա սխալ է։ Դա սխալ է։ Հոգևոր դաշտում ամեն ազնվորություն ինքը պետք է ունենա հնարավորություն հանգիստ կողմորոշմի ու հանգիստ ընտրություն կատարի։ Հասկանում եք։ Հա, մեկ լինում է այնպես, որ առաջի ինիցիատիվան հոգևոր ուսուցիչն է ցույց տալի, որ ասենք, բայց դա լինում է մենակ այն դեպքում, երբ որ ինքը աշակերտը, հոգևոր ուսուցիչը ինքը ֆիքսում է, որ այս ազնվորությունը ինքը շատ անկեղծ է, արդեն իր սրտի մեջ տեսնում է բակցի սերմը, իրական սերմը, որ ինքը ընդունել է իր մեջ բակցին, հասկանում եք, բայց ամաչում է քայլանի։ Այդտեղ հոգևոր ուսուցիչը կարող ասի այստեղ դու իմ աշակերտն ես, հա, բայց դա միշտ երբեք տես չի լինում, էլի, որ հոգևոր ուսուցիչը տենց բան ասի, իրական հոգևոր ուսուցիչը, երբեք չի լինում, որ ինքը տենց բան ասի, այն ուշադրություն լսեք ինչ եմ ասում։ Ու աշակերտը ինքը այդ պահին, որ հոգևոր ուսուցիչը ասեց այստեղ ինքը մտածի, որ ինչ-որ իրան դիմաց ստիպեցի,
որ ինքը աշակերտ դառնա։ Հակառակը ինքը միշտ մի անգամից ուրախանում է, որ իր այն սրտի ուզածը հիմա կատարվեց։ Այսինքն բռնության կամպանիան դա երբեք չի լինում։ Իրական հոգևոր ուսուցիչը երբեք չհասունացած կենթանիակին չի ասում արիստեղ։ Հասկացաք, ինքը կարող է տարիներով հանգիստ սպասի։ Սպասելը ոչ այդ ոչ սպասելու խնդիր ունի։ Ինքը մեկը բոլորի համար խոսում է, ամեն մեկը գալիս է, լսում են, ով ուզում է ընդունում, ով չի ուզում, չի ընդունում։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն այ կեղծ հոգևոր ուսուցիչի սիմպտոմներից մեկն են դա նայա, որ ինքը կոպիտ կամ նուրբ ձևերով պարտադրում է, որ դու իրան ընդունես։ Իսկ զորովից քեզ բերում են այդտեղ, որ դա ինչով է սկսում։ Առանց այդ է շաստրայում գրած է, չէ՞, որ առանց հոգևոր ուսուցիչ չի լինում։ Ուզում ես դու զբաղվես, դե այդ էս բախտը քեզի ոնց ա բերես, հոգևոր ուսուցիչին ես հանդիպել, դու դե ընդունի պրծի բան, այդ բոլոր խոսակցությունները, ես միշտ իմ աշակերտներին ասում եմ, խնդրում եմ, ասում եմ, բաներ մի արեք։ Այդ բոլոր խոսակցությունները իրանք ահավոր վնասակար խոսակցություններ են։ Ինչի համար, որտեղ հոգևոր կյանքով անհանդավորությունը ինքը անկեղծ է զբաղվում, եւ որ դա իր հանդրությունն էր։ Հասկանում եք, այսեք մարդը ինքը երբ որ իր իմաստության մեջ հասուն չի, չէ, ու այդ սենտիմենտալ կապվածությունից, եթե նույնիսկ ամենալավ նպատակներով ինքը մարդուն շտապացնում է, որ մարդը ընդունի բակցի, չէ, երբ որ այդ մարդու հասունացած որոշումը չէր, հասկանում եք, ինքը այդ առաջի կրճոկը սխալ է գրավ, առաջի կրճոկը ինքը կիսատ պրանտ էր, հոգեբանության տեսանկյունից հասկանում եք, ինքը իսկական չի, այդ հոգու վրա կոպիտ դեմի ձևերով արդեն կապ չունի, բռնություն է իրականացվել։ Կենդանի էակը հետ առաջ երբեք ոչ մի պարագայում, հասկանում եք, ինքը վերջնականորեն չի ընդունում այն, ինչը որ չի եղել իր ազատ ընտրությունը։ Հասկանում եք, ինքը անպայման այսինքն ձևեր է ման գալիս այդ չբացվելու համար հոգևորի առաջ։ Դրա համար ես հուսով եմ, որ այսօրվանից հետո դուք բոլորը շատ հասուն կմոտենաք ես խնդրին, ու այդքան որ ես խնդրում եմ ասում տես բաներ մի արեք, ռեալ կհասկանաք թե ինչ է խնդրում, ու այլևս չեք անում։ Դա ահավոր կարևոր կետ է, որ կենդանի է կայսենց ինքը այեֆոր ինքը հոգևորի հետ շփվում է, կամ հոգևոր ուսուցչի հետ է շփվում, չէ, որ այսպես այդ իրա ներս, այսպես կամաց, բակի, բացվի, ու ինքը այդ իրա հոգին այդ իսկ է, էլի, որ ինքը, որտեղ նյութական աշխարհը, դա բռնության աշխարհն է, չէ։ Հատկապես աստվածամերժության դարաշրջանից, չէ, ինքը սենց ամեն կողմից խեղդված է, հասկանում եք։ Ու հոգևոր դաշտը ինքը պետք է լինի այն դաշտը, որտեղ ինքը ինչքան որ քայլ է դնում, ինքը քանի քայլ անի, այդքան զգա, որ ազատության դաշտ ամեն է, որտեղ իր սեփական քոք ընտրությունը, ու նրանք ովքեր որ վաղուց են իմ աշակերտները, իրանք գիտեն, որ ես աշակերտների չաթում ժամանակ շատ խիստ է բարձրացնում եմ։ Այսինքն մարդիկ կան, որ իրանք չեն զարգանում, ոչ հեռանում են, ոչ էլ զարգանում են։ Ես էդի տարիներով հանթամբերում եմ, հետո մի օր դուրս եմ գալի, ասում եմ արիստեղ, դու կարող ես ասես, դու ինչի համար ես ստեղ։ Այստեղ ինչի համար ես։ Ինչի էֆեկտի տակ ես ընդունել ու հիմա էլ չես զբաղվում։ Իմաստը որն է։ Սրա այս ամեն ինչի վրա կյանք ծախսելը։ Դրա քթի են ինչ-որ քոնն է, դրա վրա կյանքը ծախսի։ Հասկացաք, չէ՞։ Որովհետև հոգևոր կյանքում այդ առաջի հատկապես այդ առաջի կրճոկի բանը ինքնական վիճակը ինքը շատ կարևոր է։ Երբ որ մենք դες հետ կանցնենք թե ինչն է համարվում արդեն պրակտիկա, ես այդտեղ շատ խորքային եմ դες բացատրելու այդ ինքնականության սկզբունքը, հա։ Ուրեմն մենք հասկացանք, որ որպեսզի մենք այդտեղ շատ հեշտ չգնենք աստեցության տակ, հա։ Երբ որ մենք գալիս ենք որևիցե, ասենք, քթանք օրինակ հոգևոր ուսուցիչը երբեք չի լինում մենակ,
իր հետ լինում են իր աշակերտները միշտ աշխատում են ստեղծեն ինչ-որ մի հատ մեծ բան, որ մարդիկ շահագրգռվածում են, որ անգամ որ շատանան, եսի ինչ հագաբլը, չէ, ու սկսում են այդ նույն ձևերով բռնանալ։ Այդ կոչվում է հավաքել աղանդ։ Մի հոգևոր ուսուցչի շուրջը կարելի է հավաքել աղանդը։ Հասկանում եք։ Հիմա ձեներ, չէ։ Ու ասենք այդ դա է, որ ազատության սկզբունքը ինքը ամենակարևորն է, որ մասնավորությունը ինքը չենթարկվի այդ բոլոր ազդեցություններին, այլ ազատ բանականությամբ գա երկար ժամանակ լսի ու համոզվի, ինքը կարող է այդ ժամանակի, որ ինքը ընտրություն է անում, ինքը կարող է 10 հոգու միանգամից լսի, ոչ մի խնդիր չկա։ Ու երբեք չի ենթարկվի, որ ասում սրան մի լսի, նրան մի լսի, երբեք ազնվորությունն է, որ ինքը ընտրությունն է անում, ինքը իր ամուք ունի ուզում է 100 հոգու լսի։ Ինքը պարտավորություն ունի արդեն մի հոգու լսի, երբ որ ինքը ընտրեց, ասեց այս ազնվորությանը ես ուզում եմ ինձ հոգևոր ուսուցիչ։ Այդտեղ ինքը իր հոգևոր զարգացումը դնում է կախվածության մեջ հոգևոր ուսուցիչից։ Ուրեմն առաջի պայմանը դա նա է, որ հոգևոր ուսուցիչին պետք է շատ հանգիստ, խաղաղ, անկախ բանականության հիմքի վրա որոշ ժամանակ հետևել, գնահատել, հասկանալ, թե ինչ է ստանում։ Դրաբար ասենք սուսպուս գնում ես, իր ասածը անում ես։ Տեսնում ես ինչ ստացար։ Որտեղ ամեն պրոցես ինքը ունի իր մակրո արդյունքները ու միկրո արդյունքները, չէ՞։ Հիմա իրական հոգևոր կյանքը ինքը պետք է ասեց ուրախություններ լինեն։ Էսի ամենաառաջի սիմպտոմն է, որ դու գտնվում ես իրական հոգևոր կյանքում։ Ինչի, որտեղ հոգևոր գիտելիքը, չէ՞, ինքը բերում է, ես տենցել ես հայերեն խոսքը, որ ինձ բավարարի չեմ գտնում, էլի, ինքը բերում է պրասվիտլենիա։ Այդ պրասվիտլենիա, որ ասում են, չէ՞, այդ վիճակում մարդը ինքը ուրախ է։ Ինչից, որովհետև ինչ-որ մի բանը ճիշտ է հասկացել։ Արդեն ճիշտ գիտի։ Հա? Իսկ ոնց ես հասկանում դու ճիշտ էր, թե ճիշտ չէր։ Ցանկացած ճիշտ գիտելիք ինքը քո համար բացահայտում է աշխարհի դեմքը։ Չէ՞, բայց ես շատ մեծ շեշտեմ դնում գունաների տեսության վրա, չէ՞, որտեղ եթե մարդը ինքը կարողանա գունաների տեսանկյունից աշխարհին նայի, ինքը իրանով աշխարհին, իսկ ամբողջ աշխարհը այսպես նալադոշկի, այսպես դրանց պարզ գիրք է դառնում։ Հասկացաք, չէ՞, ու այդ ինքը այն մինիմալ ուրախությունն է, որը հոգևոր դաշտում կա, այդ լուսավորվածությունը գիտելիքով։ Եվ դու հաստատ գիտես ճիշտը որն է։ Հասկանում եք, այդ սաղ է, որտեղ մարդու անհանգստությունների մեծ տոկոսը ինքը գալիս է նրանում, որ կամ ինքը տգետ է, կամ կասկածների մեջ է։ Հասկանում եք, սա ինքը շատ կարևոր բան է, որտեղ հոգևոր ուսուցչի գլխավոր ֆունկցիան ինքը կայանում է նրանում, որ ինքը քեզ գիտելիք է բերում։ Ինչ նշանակում գիտելիք։ Ինքը քեզ օգնում է, որ դու վերանայես քո աշխարհը, քեզ ու աշխարհը գնահատելու ձևը։ Հասկանում եք։ Ու երբ որ դու այդ պլատֆորման ընդունում ես, չէ, այդ դու տեսնես, չէ, որ ասենք դու ավելի ռեալ սկսեցիր գնահատել ինքդ քեզ։ Հա? Սենտիմենտալությունից դուրս ես գալի, ավելնոտ ատելություններից ես դուրս գալի, խախնդություն է գալիս։ Դա կոչվում է իմաստություն։ Ինչ է ճախում իմաստություն։ Ես ինչ-որ բանը լավ գիտեմ։ Ու դրա համար այսենց էմոցիաներով տատանումներ չեմ տալի։ Այդտեղ է, որ կենդանիակը ինքը սկսում է կամաց դառնալ օվկիանոս։ Հասկանում եք։ Իմ աչքին լալիտան է կավոր Հասկանում եք, չէ՞։ Ուրեմն սա ինչ-որ վերաբերվում էր առաջի պակետին, այսինքն ինչ է պետք, որպեսզի կենդանիակը ինքը մտնի, վերցնի հոգևոր կյանքը։
Հաջորդ պակետով մենք ձեզ հետ մտանք այդ դաշտը, որտեղ քննարկում ենք, թե իսկ ինչա պետք, որ ինքը չկորցնի հոգևոր դաշտը, եւ արդեն 3 պունկտ են քննարկել։ Առաջին պունկտը դա այն էր, որ ամենաառաջի բանը, որ ինքը պետք է սովորի, դա հոգևոր կյանքով զբաղվող մարդկանց վիրավորանքներ չհասցնել։ Հոգևոր կյանքով զբաղվող մարդկանց վիրավորանքները լինում են 3 տեսակի։ Առաջինը դա նա է, երբ որ անձնավորությունը հոգևոր կյանքով զբաղված մարդկանց հետ շփվելուց կենտրոնանում է այդ մարդկանց թերությունների վրա։ Պրաբհուպադը մի շատ կարևոր բան էր ասում, էլի։ Ինքը ասում էր, որն է իմաստը մեղադրել կեղտի մեջ մի մարդուն, որը դուշի տակ կանգնած լողանում է։ Բոլորի համար ակնհայտ է, որ հիմա մի քիչ հետո ինքը դառնալու է մահ։ Հասկանում եք, մեր պարագայում, մեր պրակտիկայի պարագայում, ես ուրիշ բան չունեմ ասելու, այ եթե կան աստվածամեժության դարաշրջանի մարդը, ինքը, որոնք իրանք մսակեր են, խմող, ծխող, չգիտեմ, ինտոքսիկացիաներ ընդունող, ազարտ խաղերի մեջ մասնակցող, ազատ սեռական կյանք ունեցող, չէ՞։ Այ եթե այդ ամեն ինչը իրանք ունեն, հետո մեկ էլ գալիս են հոգևոր դաշտ, ուստեց միանգամից ռեսկի, հրաժարվում են սպանել կենդանիներին, այսինքն դառնում են բուսակեր, հրաժարվում են բոլոր տեսակի ինտոքսիկացիաներից, ազատ խաղերի ընդհանրապես չի քննարկվում, կարգավորում են իրենց սեռական կյանքը բարոյականության օրենքների սահմաններով։ Այ հիմա եթե մեկ եկել եք ու գործ ունենք այդպիսի մարդու հետ, մենք կարող ենք իրավունք ունենք, ասենք իրան ասենք, գիտես, այդ սանխեջ, վայ այդ ձեն, որ դու ինձի թարս նայեցիր, այդ ամենակարևորն էր այդ ամեն ինչի մեջ, դու լավ մարդ չես, նախած ես։ Հասկացան, չէ՞։ Այսինքն, երբ որ մարդը ինքը գրագիտություն ունի, դա այդ վիրավորանքները միշտ լնում է գրագիտության պակասից։ Ինչու՞ համար, տեսեք, եթե ես պատկերավոր օրինակ բերեմ, չէ՞, այդ վիրավորանք հասցնելը, երբ որ մենք ինչ-որ մեկին իմինը այդ վիրավորանքը, երբ որ մենք մարդու մեջ ման ենք գալիս թերություն, չէ՞, ինքը նման է դպրոցին։ Այդ հոգևոր կյանքը ինքը ինչ-որ մի բանից սկսում է, չէ՞։ Ինչ-որ մի բանից սկսում է։ Այդ որ մարդը ինքը եկավ, ու ասենք ինքը այս բաները վերցրեց, դու հասկանում ես, որ ինքը սկսել է իր հոգևոր կյանքը, չէ՞։ Եթե մենք դպրոցի օրինակով վերցնենք, դա նշանակում է, որ ինքը ընդունվել է առաջի դասարան։ Հիմա 0 դասարանցին ինքը գալիս է առաջի դասարան, ասում է չհասկացա, դու ով ես արա вообще, դու խի 10-րդ դասարանի բանը ցույց ես տալի։ Գրագիտություն, հասկանում եք, չէ՞։ Այսինքն նվիրալի մեջ, հոգևոր մարդու մեջ թերություն մագալը դա միշտ նշանակում է, որ դու իրան մեղադրում ես, ինչի ինքը հլը չունի այն արդյունքը, որը ինքը պետք է ունենա 10-րդ դասարանում։ Սա շատ կարևոր կետ է, որտեղից է ծնվում այդ բան խասյաթը, էլի, ճանջլները։ Արյանցիներ իրանք մեր լավ խոսում են, իրանք ասում են մարդը ինքը դիտր, ինքը ինչա, ճանջ թե մեղու։ Մեղուն ինքը միշտ ամեն ինչի մեջ նեկտարը մագալի, չէ՞։ Ասենք այդ նեկտարը ինքը այդ է, որոնակի ասենք, ինքը գալիս է, տեսնում է, որ այդ մարդը 4 սկզբունք պահում է, չէ՞։ Ինքը արդեն հասկանում է, որ սա ինչ-որ մի մակարդակի բարոյականության հասած անձնավորություն է։ Օրինակ, ինքը ինտոքսիկացիաներ չի ընդունում, չէ՞, նույնիսկ սուրճ չի խմում։ Ինչի համար, որ գլուխը չբթացնի։ Եթե իր գլուխը չի բթանում, դա նշանակում է, որ իր մեջ շատ պակասած է ագրեսիան։ Հիմա դե լավ է թե վատ է։ Լավ է, չէ՞։ Ուրեմն այ միշտ պետք է աշխատել այդ իր ձեռքբերումի վրա կենտրոնացած լինել, էլի։ Որտեղ մենք պետք է հասկանանք, որ այ ես միշտ ասում եմ, հանակով եմ ասում, բոլորը ծիծաղում եք, անցնում ենք, ես ասում եմ ամեն մի նորեկ որ գալիս է, ինքը մտածում է, որ մենակ ինքը իր թերություն ունենա, ին մնացած բոլորը իրաց պահեն Հիսուսի նման, այսինքն որպես պարամահամսաններ։
ամենաբարձր հոգևոր զարգացում ունեցող մարդիկ։ Հա, դա ամենասխալ մոտեցումն է։ Անձնավորությունը, որ ինքը գալիս է, ինքը պետք է ինքը հասկանա, որ իր նմանները միշտ ավելի շատ են, քան ռեալ զարգացում ունեցողները։ Ու այդտեղից, որպեսզի վիրավորանքներ չհասցվի, տեսեք, այդ նույն հոգևոր ուսուցիչները, որոնք իրանք պատասխան են տալի կուլտուրայի համար, չէ՞, ու падեշամրիտա, ինչ են ասում, ինչ է ասում Ռուպագոսլան, չէ՞, կներեք, եթե Ռուպագոսլան չի ասում, Պրաբհուպադը ու падեշամրիտայի կամիտարյաններում ինչ է ասում, ինքը ասում է, սկսնակ հոգևորականները պիտի աշխատեն իրար հետ չշփվել։ Առաջի սկզբունքը։ Ինչի, որովհետև սկսնակները իրանց գիտակցության մեջ հոգևոր թեմա հլը չունեն։ Ու երբ որ իրանք իրար հետ են շփվում, իրանք շփումը բացարձակ նյութական է։ Դարձ ծավս։ Այդ նույն բանը ինչ որ անում են աթեիստների շրջապատում, գալիս են հոգևոր դաշտ, այդ նույն բանը անում են իրար հետ։ Իսկ դա նշանակում է, որ իրանք շփվում են էգոներով։ Իսկ էգոները իրանք միշտ կռվի մեջ են իրար հետ։ Ով ավելի բարձր, ով ավելի մեծ հնարավորություններ ունի իշխելու, վայելելու։ Հասկանում եք։ Իսկ բայց մարդը ինքը մյուս կողմից, դու չես կարող, չէ՞, իրանից պահանջես, որ ինքը երկուսը որ նստում են հոգևորից խոսանից, իրանք երկուսն էլ նորեկ են։ Իրանց մեջ հենց չկա այդ հոգևոր հետաքրքրությունը, որովհետեւ դրա համար նորեկը ինքը միշտ պետք է աշխատի միջին նվիրալի հետ, միջին հոգևորականի հետ շփվի։ Ինչի, որտեղ միջին հոգևորականը դա արդեն հոգևոր կյանքում հաստատված անձնավորությունն է, հասկանում եք, որը ինքը սուրբ գրվածքները սիրում է ուսումնասիրել։ Այսինքն ինքը սովորություն ունի կարդալու իր սուրբ գրվածքը։ Այստեղ այն կապ չունի։ Ուզում է դա լինի ավետարանը, ուզում է լինի Խորանը, ուզում է լինի Բաղավադ Գիտան, ինչ սուրբ գրվածք ուզում է լինի։ Ամեն հոգևոր մարդ ունի իր մակարդակին համապատասխան իր սուրբ գրվածքը, չէ՞։ Ու իր տարածքում միջին հոգևորականը համարվում է, ով ոչ թե ասենք մոմավարում կամ գնում ապարտին կամ չգիտեմ ինչ անում, ինքը չի համարվում միջին։ Միջին համարվում է այն անձնավորությունը, ով ստաբիլ ուսումնասիրում է սուրբ գրվածքը։ Այսինքն դա գրված է էությամբ։ Իսկ հոգևորի էությունը դա միշտ հոգին մաքրագործելու process-ն է։ Հասկանում եք։ Եվ դա նշանակում է, որ այդ որ ինքը միշտ կարդում է, դա նշանակում է, որ ինքը միշտ խորասուզված է։ Իրեն, որտեղ հոգևոր գրվածքը ինքը ինչ ասում, ասում է, սենց է եղի։ Չէ, ու նկարագրում է, թե ոնց լինես։ Հասկանում եք։ Ու այդ նշանակում է, այդ մարդը, որ ինքը սովորություն ունի, այդ իր հետ շփվելը միշտ բարենպաստ է, որովհետև ինքը սկսնակին տանում է դեպի ներքին հոգևոր կյանք։ Որպեսզի մարդը, որտեղ բաննել, սկսնակնել, հատկապես աստվածամերժության դարաշրջանում ինքը ինչ հոգեբանություն ունի։ Ես տնավարի ասեմ, կարելի է։ Ես ցենտրալ մարդ եմ вообще, просто չգնահատված եմ։ Հիմա մի հատ եկել եմ թել տեսնեմ ըստեղ ինձ կգնահատեն, թե չէ։ Էսա չէ ամբողջ խոսակցությունը։ Իրականում են։ Հասկանում եք։ Ու ամեն մեկը այդ իր բանը ունի։ Իսկ հաստատված հոգևոր մարդը ինքը արդեն առաջի երկու որակն ունի՝ խոնարհ ու համեստ։ Հա, ի՞նչ է նշանակում խոնարհ ու համեստ։ Այսինքն ինքը նայել է իր մեջ, ինքը տեսել է արդեն, որ ինչ որ ինքը իր մասին մտածում էր, դա իր խիստ չափազանցված կարծիք էր։ Հասկանում եք։ Ու ինքը իր մեջ նկատում է, եւ որ նախանձը, եւ որ ոչ մեկին չի սիրում իրականում, որ ինքը խառնում էր կապվածությունը սիրո հետ, հասկանում եք, էգոիստական ձգտումները սիրո հետ, ինքը սկսում է այդ իրական մաքուր սիրո գաղափարն ստանում, իր մեջի ամբողջ եղածը այդ մաքուր սիրո հետ համեմատում, ինքը լուրջ անձնավորություն է։ Ու դրա համար որ դուք իրան գալիս եք ասում եք, ինչից ուզում եք սկսեք,
Այժմ եք ասեք բան, երեխաս հիվանդ ա, բա ես ինչ անեմ, չգիտեմ, մարդս ինձի դավաճանել ա, բա ես ինչ անեմ, ինքը ինչ, որտեղից ուզում եք սկսեք, ինքը ձեզ տանելու է դեպի ձեր ներքին աշխարհ, դեպի բան, այդ ինքնաիրականացման process։ Հասկացաք, չէ՞։ Ու այդտեղ կոնտակտը ինքը լինում է հոգևոր։ Ու այդ էգոների բախումը իրանք ավարտվում են։ Դրա համար իրար վիրավորանք չհասցնելու համար սկսնակները պիտի շփվեն միայն բան։ Պլոսկը общение, էլի հայերեն ոնց ասել, նաստոճանատրող մակերեսային, հա, այն մակերեսային շփում պետք է լինի։ Որն է մակերեսային շփումը։ Իրար հետ ճպտալով բարևեցինք, ընդհանուր նստեցինք, օրինակ լեկցիա լսելու, հա։ Իրար հետ ճպտալով սեղան գցեցինք, իրար հետ ճպտալով հաց կերանք։ Ոչ ամեն իրար չմոտեցանք, իրար չասեցինք, բա այսօր ինչ էր, այսօր գործից հեռացան, մյուսները փոխչումերի, այն մեկը չգիտեմ մարդուս ուզում է մասել փոքերի վրայից, այն մեկը չգիտեմ ինչ էր ուզում, այդ խոսակցությունները իրանք, եթե ցանկություն կա, մենք տանը բարեկամների հետ, հարևանների հետ ում հետ եք սովորաբար, իրանց հետ այդ ամեն ինչ անում եք, երբ որ այդ նույն բաները ստեղ է արվում հոգևոր դաշտում, ինքը անիմաստ է դարձնում հոգևոր դաշտ գալը։ Ու այդտեղ դուք կարող եք այսենց այդ տարիներով դուք սավաց դոփել, տարիներով կարող եք այդ նույն տեղում դոփեք, հասկանում եք, հա գաք, հա այդ զոիդերի մեջ, հա դնեք, հա ասեք այսօր էլ ինձ իստե չգնահատեցին, դե ես ինչ եմ, սաղի վրա նեղանաք, բանանեք, գնաք, տուն մի քիչ հանգստանաք, ասեք չէ, բայց դե պրասադը լավեր է, կամ ասենք այդ լեկցիան լավեր է, կամ լավ ենք է երկում, այդ բանը նոց քեզ հետ բերի հոգևոր դաշտ, մի երկու անգամ, այդ բանը այդպես կարող է տարիներով շարունակել։ Եթե խախտվում է այդ մի հատ օրենքը, որ սխալ եք շփվում։ Հասկացաք։ Ու սա դառնում է առաջին գործոնը վիրավորանք հասցնելու։ Մենք ձեզ հետ քննարկեցինք, որ հոգևոր մարդկանց վիրավորելը ինքը երկու ուրիշ սիմպտոմ ունի։ Առաջինը դա նա է, որ երկրորդը դա նա է, որ դուք թույլ չեք տալի, որպեսզի հոգևոր մարդը շատ կարևոր է, իրականացնի իր հոգևոր ցանկությունները։ Հասկանում եք։ Հասկանում եք, մեկը կա, որ ինչ-որ մի հատ գործողությունը մենակ ինքն է անում, մեկ էլ նորեկը գալիս, ասպակայել է, ես արեմ, չէ գնա, այսի ես եմ անում, մեզի դու գլը պետի պլավ ուտես, եսի միշտ բանես, որ կեզ դու տակ, որ դու դեմ մի հատ բոմ շարժես, եսի միշտ, այդի ինքը իրականում վիրավորանք։ Երբ որ ազնվորությունը ինքը բաց սրտով գալիս է հոգևոր դաշտի համար, Աստծո համար ինչ-որ մի բան անելու, ու մեկը այդպես իրան բան անում, դες միանգամից դիմացը պատաշարում, դուք դաժե չեք կարող պատկերացնել, ինչ մակարդակ ուզում է այդ մարդը ունենա, դուք չեք պատկերացնում, թե Աստված իր վրա ոնց կարա ոնքեր գիտի դրա համար, այդ վիրավորանքի համար։ Հասկանում եք, դուք պետք է հասկանաք, որ հոգևոր կյանքը, նորից եմ շեշտում, ցանկացած անկախ կրոնական պատկանելիությունից, հոգևոր կյանքը ինքը պետք է լինի, այսպես ամեն օրվա ուրախություններ կուտակելու ճանապարհ։ Հասկանում եք։ Իսկ այդ ուրախություններ կուտակելը կենթանի ինչ ունի вообще, իր համար ամենակարևորը ինչ է։ Միակ բանը, որ մերն է, դա ցանկությունն է։ Մնացած ամեն ինչը Աստծունն է։ Այս մարմինը, որի մեջ ես եմ, Աստված է ինձ տվել։ Այս նյութական աշխարհը Աստված է արարել։ Ամեն ինչից, որ ես օգտվում եմ, սարքում եմ, ես ինչ եմ անում, իր տվածն է, չէ՞։ Միակ բանը, որ իմն է, դա ցանկությունն է։ Դրա համար արիացիներ իրանք ասում են, միակ պատասխանատվությունը, որ դու ունես, դա քո ցանկություններն են։ Հասկանում եք։ Այսինքն, բայց մյուս կողմից, չէ, այդ որ կենթանի էակինը միակ իր ցանկությունն է, կենթանի էակը երջանիկ է իրան զգում, երբ որ իր ցանկությունն է կատարվել։ Այդ տենց երջանիկ, ոնց որ կենթանի էակը իրան զգում է, երբ որ իր ցանկությունն է կատարվել, իրան ոչ միտեղ չկա օտիշտից բան։ Հիմա, այ երբ որ կենթանի էակը ինքը եկավ հոգևոր դաշտ, հա շեշտելու եմ, կապ կրոնականությունը կապ չունի։ Ինքը եկավ հոգևոր դաշտ,
ու հոգևոր դաշտում ինչ-որ մի հատ հոգևոր ցանկություն ունեցավ, չէ՞։ Ու իրան կանգնացնելը միշտ նշանակում է կոտրել իրա թևերը։ Հիմա ինքը եկել է հոգևոր դաշտ, ու հոգևոր դաշտում է փորձում հիշի, որ թևեր ունի։ Որտև աստվածամերժության դարաշրջանում, իմինը աստվածամերժության դարաշրջանում այդ խոսակցությունը ինքը շատ ակտուալ է, չէ՞։ Աստվածամերժերը իրանք դաժե երբ որ կապված են մեկա թևեր կոտրող են 85%-ը։ Հա։ Հասկանում եք։ Ես ուզում եմ լինեմ դաշնակահար, խալաթ ես անում, բան ես կտե քո համար մտածելու, կարող է գիտես կյանքս վատնել եմ, որ գնաս սոված մի հատ չգիտեմ ինչ դառնաս, ոչ այնպես հանճար ես, որ ասեմ միլիոնատեր ես դառնալու դաշնամուր նվագելով, գնալու ես միջին բան դառնաս, բան ինչ դառնամ, միջին ինժեներ, չէ, հետի ո՞րն է։ Այդպես բոլորը են ամենափոճուր, բան, որս չեմ սիրում։ Այդտեղից դա թևեր կոտրելը սկսվում է։ Այդ որ կենտանյակը թույլ չեն տալիս, որ ինքը կամք ունենա։ Ղալաթ ես անում չես սիրում։ Օգտակար է, այսօր էլ տես ու տես։ Հասկացաք, չէ՞։ Կարող գիտեք ստեղ ամեն մեկի տանան առանց սիպցի ճաշև եմ։ Օրինակ ես մի հատ ծանոթ ունեմ, ինքը մինչև հիմա իր մորը հիշում է, ինքը արդեն 75 տարեկան կին է, 68 տարել է, ու ասեք մինչև հիմա հիշում է, ասում է ես իմ մամայի նման մարդ չեմ տեսել։ Այս բանը մեծ ընտանիք էինք, մոտավորապես 9 հոգյանոց, ամեն աստծո օր ինքը ամեն մեկի համար էփում էր ինչ-որ էլի սիրում է։ Ասես որ գալիս եք ասում եք այ մամա դու գիշ ես այդ ծավոտ տանեմ մի բան էլ բիզանոց կնստենք ուտենք։ Ինքը ասում ասենց անկեղծ բանով շուր է գալի ասում է ոնց ախր ինքը չի սիրում։ Այդ ինքն էլ ձև էր սարքած հասկանում եք, որ ինքը չէր պատկերացնում ոնց է գալի մարդու առաջ դնել մի բան, որ ինքը չի սիրում։ Ու եթե դուք այդ կնոջ հետ շփվեք, որի մայրը այդպեսին նա եղել, չէ՞, ես դա ինքը պատմեց, ես նոր էդի նկատեցի, որ այդ հետքը, որ այնտեղ երբեք իրա ոչ մի կամքի վրա ոչ մեկ չի բռնացել, չէ՞, ինքը մինչև հիմա իրա մեջ մնացել է այդպես, որ ինքը մեծահասակ կին է, տրանզիցիաների մեջ մեծացած կին է, չէ՞, բայց նենց հանգիստ է ասում, а мне не нравится. Я это не хочу. А вот это хочу. Անենց հանգիստ է ասում, որ այդ նոր նկատում ես, որ այն ամենասկզբից, երբ որ իր մոտեցից ձևավորվում էր, ինքը իր մեջ ոչ մի տեստեր են կարմիր քյարպիչ չունի, էլի, որ էսի չի կարելի ուզենալ, էսի չի կարելի ուզենալ, ստե չի կարելի вообще նայել, ստե չի, այդ չի կարելի լինելի բան, որ վերջում վախենում է ասի ինչ ա ուզում, հասկանու՞մ եք, հիմա երբ որ այդ տեն զաճուկնի մարդը ինքը գալիս է հոգևոր կյանք, չէ՞, շատ կարևոր է, որ հոգևոր կյանքում ինքը զբաղվի նրանով ինչ-որ, որ ինքը ուզում է զբաղվի։ Օրինակ, ես այդպես եմ եկել հոգևոր կյանք։ Ես ասենց ծանոթացել եմ առաջ երթին, ոչ մեկից երբեք դա չեմ թաքցրել, չէ՞, ծանոթացել եմ քրիշնայինների հետ, չէ՞, այնտեղ իրանք իրանց այսպես մի հատ քառակուսի պատկերացում ունեն, թե հետի ոնց պիտի լինի։ Հիմա իսկ ես եկել եմ, ես սիրում, ասես մի անգամից, երկու բան էի սիրում, աղոթել, մանտրակրկնել, հա, ու կարդալ։ Չէ՞, մնացած ոչ բան իմ արժին չեն գալիս։ Այ որ դու մենակ էիր սիրում, ոչ գրքեր էիր ծախում, ոչ մի դες բան չէր իրավում, էլի որ նպաստում էր աղանդը տարածելու համար, չէ՞, դառնում էր բոլորի արժեքի գրողը, որտեղ անպիտան մարդ ես, ոչ մի բան չես անում, դու քո համար գիրք ես կարդում։ Ինչ կա այդ գրքերի մեջ, ոնց ինչ կա, չհասկացա։ Հասկացաք, չէ՞։ Բայց ես ասեցի, դուք այդ ձեր պրակտիկան, դուք դամ с вами не по пути, всё. Հա, ես պրապադի գրքերը 100% վերցնելու եմ։
Но с вами мне не по пути. Все, գնացեք, ուզում եք տարածեք, ինչ ուզում եք արեք։ Ասկան հատկապես երբ որ միտեղ երկու անգամ փորձեցի գիտ տարածեմ, որ դուրս էսում է ինձ հարց էին տանում, կներեք, չէ դե իրական մեծ սխալ է էլի։ Չասեք անապիսեք դաժե հիմա ասում եմ, չէ, կինը գրքերը վերցնի դռնե դուրն գնի էդի սխալ չի։ Սխալ է, չէ, դրա մեջ ոչ մի բան այդպես ասում են դարմա չկա էլի։ Չէ, կնոջը բնությանը համապատասխան ոչ մի բան չկա, էլի, ասեք լու տղամարդը լավ, բայց սխալ է, չէ, հասկանում եք, ուրեմն այդ բանը ինքը բերում է վիրավորանքի, դրա համար միշտ ուշադիր եղեք, եւ որ ձեր կողքին ասում է, կարելի է այս ափսեն ես դնեմ, ասում բա ոչ չի կարելի, ես մեկնել դի Միշտ օգնեք, որպեսզի հոգևոր մարդիկ իրանք հոգևոր դաշտում, հոգևոր գործունեության մեջ անեն այն ինչ որ իրանց համար հաճելի է։ Ոչ թե այն ինչ որ դուք համարում եք որ ճիշտ է, այլ այն ինչ որ իրանց համար, որտեղ դուք էլ չէ, ասկան բոլորս էլ ինչ-որ մի պահի սովորել եք, չէ, այդ ամեն ինչը։ Ու մարդուն չի կարելի հա հետ բրդել, ասել դու հələ չես իմանում։ Հա, եկել է չի իմանում, ասա ես ուզում անես, հա, ար երկուշաբթի հանդիպենք, ես քեզ պատմեմ, թե դա ճիշտ է, ոնց է պետք անել, որ դու սկսես անել։ Այս է պետք է լինի մոտեցումը։ Հա, ուրեմն, առաջի վիրավորանքն է հոգևոր մարդուն մեղադրել, որ ինքը թերություններ ունի, չնկատելով իր ձեռքբերումները։ Երկրորդ վիրավորանքն է թույլ չտալ հոգևոր մարդուն շատ կարևոր է իրականացնել իր հոգևոր ցանկությունները, հա? Եվ երրորդը դա հոգևոր մարդուն քո ցանկությունները պարտադրելն է։ Այսինքն թույլ չտաս որ իր ցանկությունը կատարվի, այդ ելը հերիք չի, մի հատ էլ քոնը պարտադրես։ Դա ինքը վիրավորանքը։ Այդ նույն բանը չի կարելի անել հոգևոր ուսուցչի հանդեպ, նույն բանը չի կարելի անել Աստծո հանդեպ։ Այդ Աստծուն մենք հետո մանրամասն կքննարկենք։ Չէ՞։ Հաջորդ պունկտը դա նայել, որ հոգևոր կյանքը որպեսզի ինքը ամուր լինի, ազնվորությունը ինքը պետք է շատ խիստ բանանի հետևի իր նյութական կապերը։ Ու ազատվի այն նյութական կապերից, որոնք իրանք անիմաստ են։ Այն ժամանակ վատնելու էլի։ Տեսեք, երբ որ ազնվորությունը ինքը հոգևոր զարգացումը կամ հոգևորով երբ որ ինքը զբաղված չի, ինքը չես էլ, դաժե ոչ թե միակ հոգևորով, եթե ինքը հակում չունի զարգանալու, չէ՞, այդ մարդիկ իրանք սիրիալների վրա կյանքը վառող են։ Այսինքն իրանք չունեն իրանց կյանքը։ Իրանք միշտ զբաղված են նրանով, որ կամ կինոների մեջ նայում են, թե ոնց են ապրում ուրիշները, կամ հարևանի հետ քննադատում են, թե ոնց են ապրում ուրիշները, որտեղ նախանձում են իրանց։ Հասկանում եք։ Միշտ ոչ մի բանի չհասածները բամբասում են ինչ որ բանի հասածները։ Հիմա այստեղ այդ չենք քննարկում, թե հասածները ինչի հաշվի են հասել։ Դա չի կարևորը։ Բոլոր դեպքերում, լավով թե վատով, հասածները միշտ ակտիվ են։ Համաձայն եք, կապ չունի։ Հա, ուրեմն այս երեք կետը ինքը անձնավորությունը, որ ինքը հոգևորով զբաղվի, մենք խոսացել ենք, հոգևորը ինքը ժամանակ է պահանջում։ Ու այդ ժամանակը ազատելու համար մարդը ինքը պետք է ավելնոր չփոները, շատ ռիսկի ազատվի դրանից։ Սանսկրիտ մեկ լավ խոսք է, այս որ շատ սիրում եմ, ինքը կոչվում է պրանջալպա։ Այսինքն անիմաստ խոսակցություններ, որոնք ոչ մի բան չեն տալիս, բացի նրանից, որ ես իմ սրտի կեղտը տալիս եմ քեզ, որ պատմում եմ, թե ոնց եմ ատում հարսիս, չգիտեմ, կեսուրիս, մարդուս, հարևանիս, բարեկամիս, չգիտեմ, աշխատուհին են մեկին, դու է քո կեղծը թափում ես իմ վրա, եւ որ այդ նույն բանը պատմում ես ինձ։ Всё, обменялись какашками, пошли домой։ Այդ կոչվում է պրանջալպա։ Հասկացա՞ք, չէ՞։ Ուրեմն հոգևոր մարդը ինքը պետք է այդ բաներից պետք է շատ արագ այդ անիմաստ կոնտակտներից սպանանի։ Հրաժարվի։ Ինչի համար, որ ժամանակ ունենա, բաղվի
ինքնաիրականացմամբ, հասկացաք։ Հաջորդ խնդիրը, որ մենք ձեզ հետ նայեցինք վերջին անգամ, դա հավասարակշռություններ, կորուստների եւ ձեռքբերումների ժամանակ։ Չէ՞։ Հուսով եմ, որ բավականին լուրջ նայեցինք, որովհետեւ սա իրականում շատ կարևոր կետ է։ Ինչու է կարևոր, որովհետեւ նյութական աշխարհը, գիտեք, ամեն մարդ, որ ինքը գալիս է հոգեվոր դաշտ, շատ մարդիկ շատ հաճախ իրանք շատ սենտիմենտալ են, էլի վերաբերվում այդ հոգեվոր դաշտին, ինչի իմաստով մարդկանց թվում է, որ եթե իրանք եկել են ու արդեն հոգեվոր դաշտ բաներ, հոգեվոր կյանքով են զբաղվում, իրանք շուրջ աշխարհը պիտի դառնա հոգեվոր աշխարհ։ Հա, որտեղ անձնավորությունը ինքը ձեռք բերում է հավասարակշռությունը։ Գիտեք, մի անգամ իմ հոգեվոր ուսուցիչին, որը ինքը շատ հավասարակշիռ մարդ է, իրան հարցրեցին, ասեցին, ինչ է նշանակում, որ հիմա լինելու է ոսկե դարաշրջան։ Դուք տեսնեիք, ինքը սրտի ինչ խաղաղությամբ ասեց, աստվածամեժության դարաշրջանը ինքը իրանով ոնց գնում է, տենց գնալու է։ Ուղղակի շատ են ծնվելու հոգևորի հանդեպ հակում ունեցող ոգիներ։ Ես այն ժամանակ ջահել էի, այդ իրա նախադասության այդքան ես չգնահատեցի, թե նախադասության տակը ինչքան ինքնաիրականացում կա, ինչ հայացք կա այս աշխարհի վրա, հասկանում եք, որ ինքը այն շատ հանգիստ այդ էր հասկանում, որ եթե ես հոգևորով եմ զբաղված, չի չանք որ աշխարհը փոխվելու է, աշխարհը ինքը իրա հունով գնալու է, նրանք ովքեր կրքերի մեջ են իրար հետ մրցակցելու են, սպանելու են, խաբելու են, քծելու են, տունավորելու են, եսի միջեն անելու, նրանք ովքեր տգիտության մեջ են, բռնություն ու ավիրումներ են բերելու այս աշխարհ, ով որ առաքինությունը մեր դարաշրջանում ինքը պրակտիկորեն չկա, բայց եթե կա, ուրեմն այդ որ իրանք հիմա ծնվում են շատ, չէ, իրանք ասենք փորձելու են այս աշխարհում ինչ-որ մի բան արարեն, աշխարհում այդ գոյավիճակները, որ քրիստոնյանիկը Բhagavad Gita-ում ասում է ինքը ալիքների նման է, հա, մեկ է ալիքնաշատ, մեկ են ալիքնաշատ, մեկ են գոյավիճակն է գերիշխում, մեկ են մյուսը, մեկին չէ, ես ինչը հասկանում եք, ու հոգևոր մարդու համար շատ կարևոր է, որ ինքը դա հասկանա, որ ինքը գալիս է հոգևոր կյանք, դա չի նշանակում, որ աշխարհը դառնալու է հոգևոր։ Հա, որտեղ շատ հոգևոր մարդիկ իրանք նույն սխալն են թույլ տալի, իրանք միանգամից շուռ են գալի ու սկսում են փորձել աշխարհը բարգելու process-ը։ Հասկանում եք։ Ես մի քիչ մեծ կոպիտ տնավարի եմ ասում եմ երեխեք ջան, այս աշխարհը պետք չի փոխել։ Այս աշխարհից պետք է ծվրվել։ Հասկանում եք։ Հա, այլ որ ազնվորությունը ինքը հոգևոր կյանքը իմինը այդտեղ, չէ՞ որ ինքը հոգևոր կյանքը, չէ՞, ինչ հոգևոր աշխարհ, աստծո մոտ, դա ծվրվելու գաղափարն է, չէ՞։ Հասկանում եք։ Այլ որ ազնվորությունը ինքը իրան ներսում այդի գիտակցումը, որ այն ինչը որ ես երազում եմ ինքը ստեղ չի։ Այդ երբ որ ստեղ չի, չէ՞, միանգամից վերաբերմունք այս աշխարհի հանդեպ փոխվում է։ Ու 80% այն բաները, որի մեզի զգայական հիստերիկաների մեջ էր գցում, եթե դառնում եմ ասես ուղիղ գից։ Դե ես даже կարող եմ պարոլ ասեմ, որտեղա որ էմոցիան միանգամից անջատրում է ու հիմինը մեր մոտ, էլի։ Այդ նկատել եք, որ ասենք, երբ որ դուք այս ճանապարհի մեջ եք լինում, ինչ տատանումներ ուզում ա կյանքը տա, մի հատ ֆրազա ունեք, ասում եք, դա կալիյուգա է, էլի, ու չարտիկը գցում ա, վсё։ Այն ջան, ես իմ իսա մի անգամից անցնում ա, մի հատ լրին ուրիշ չեք նկատել, ինք այդ կալիյուգա ֆրազա, ինքը դառնա բան, այդ գրամատոտ, հասկացաք, չէ, որոնց առաջ դուք սենց կլնեիք, մի հատ ոստակ դա կալիյուգա է, ու անցնում եք առաջ։ Ասկան այդքան նշանակություն չեք տալիս։ Այս սա է, որ հոգևոր մարդը ինքը պիտի իր մեջ այդ դա ունենա, որ ինքը արդեն ինքնազարգացման, այս աշխարհից դուրս գալու process-ներով զբաղված, չէ, թե այն ինչ որ կատարվում է նյութական աշխարհում, իրան արդեն դետքան բան չանի, էլի, այն թելերը, за которые меня можно дергать, հա, օրինակ ասենք ես մեկ տես բաներից հավես եմ անում, էլի, որ ասենք Քո դիմացինը ինքը մտածում է, որ դու սովորական մարդ ես,
հա ինքը մտածում է որ դե թելեր կա որ ինքը թելից քաշի այնտեղ հիստերիկայի մեջ ընկնես կամ դի խառնվես իրար կամ պետք է վախենաս կամ պետք է եսի ինչ անես որ թելերը սկսում են ջոր գցանել նույնիսկ հանգիստ նստածես դե մեկ երկու սենց ապել կամսեց դե սրանք կնոպկեն որտեղ սախնենք սա էմոցիայի մեջ ընկնի հասկանում եք չէ այս այավը ինչքան հոգևոր զարգացում ենք ավելի բարձր չէ ազնվորությունը այդքան իր ներսից ինքը խախանդ է այնքան խախանդ է որ եթե ինքը իրականում ես միշտ դա ասում եմ լուրջ եմ ասում էլի եթե հոգևոր զարգացած մարդը սովորական մարդկանց ներկայությամբ ռեալ ցուցադրի իր ներսի հանգստությունը սովորական մարդիկ կմտածեն որ ինքը դաժան է հասկանում եք դա համար ինքը միշտ բան էլի աշխատում է մնա մի քիչ էլ այդ նյութական բարիության դաշտում որ սովորական մարդկանց համար անհասկանալի լինի էլի որտեղ ապրոստը լավ մարդ է հասկանում եք բայց իրական հոգևոր ներքին պլատֆորման ինքը Էդի դատակ խոսք չի, երբ որ ասվում է հրաժարված է։ Հա ինքը ազատ է կապվածություններից ու ապրություններից։ Այդ սաղ ինչ է, թելեր են, չէ, որից իրան չես կարող քաշես։ Հասկացաք, ունդեղ որտեղ ինչ-որ մեկը էմոցիաների մեջ կնկրիք գցվի, հրաժարվածը հանգիստ թողնում հեռանում է։ Այնց մեր տատանում է սկսում, ինքը խոսում թողնում հեռանում է, չմնաց էր դար։ Որ ինչ-որ մեկն էլ տղի վրա խաղել անի, չէ։ Հիմա, եւ ուրեմն այսօրվա մեր թեման է, ինքը դրա շարունակությունն է, հնչում է այսպես սկզբունքը, հոգևոր կյանքի համար շատ անբարենպաստ է մնալ թախիծի ղեկավարության տակ։ Оставаться под контролем печали։ Տեսեք, առաջի բանը, որ այստեղ հիմա Բաքսիմը Թակուրը ասեց, չէ, առաջի բանը, որը մենք պետք է հասկանանք, որտեղ միանգամից կարող անես բաների, որ չի կարելի թախծել։ Ինքը դες բան չասեց։ Ինքը ասեց չի կարելի մնալ թախիծի ղեկավարության տակ։ Այսինքն, որն է ընդհանրապես հոգևոր կյանքի ամենակարևոր սկզբունքներից մեկը, տեսեք, կան պրակտիկաներ, որոնք իրանք հայտարարում են, որ ամենակարևորը դա շանտի, հանգստության հասնելն է։ Էսի շատ լուրջ խոսակցություններ են։ Որովհետև տեսեք, Սպարտովի, չէ, երբ որ մարդը ասենք այ կենդանեակը ինքը սկսում է հարցադրումներ կատարել, թե որն է իր կյանքի իմաստը, չէ։ Երբ որ ինքը մնում է իր բանականության հույսի վրա, ինքը միշտ ուրիշ ձև չի կարող լինի, ինքը միշտ գալիս է երկու կարծիքի։ Մեկը դա նա է, որ էմոցիան իր ամենամեծ թշնամին է։ Որ իր բոլոր տառապանքների հիմքը այն է, որ ինքը էմոցիայով ինչ-որ բանի վրա ռեակցիա է տալիս։ Չէ՞։ Դրանք իմպերսոնալիստներ են։ Եվ իրանք որ գնում են հրաժարման ճանապարհով որպես առանձին հոգևոր ճանապարհ։ Իրականում այտենց առանձին հոգևոր ճանապարհ ընդհանրապես գոյություն չունի։ Էսի էլի տաքացնում է։ Երեք սառացնում են։ Ես այստեղ շոկում եմ արդեն։ Вам там прохладно, да? Ай, երեք լավ հող էր։ Ինչ էի ասում, հա, հասկացար, չէ։ Ուրեմն տեսեք էլի, այքը սենց է, նյութական աշխարհը, չէ, իր հիմնական գոյավիճակները էդի ատելությունը կրքերն են։ Այսինքն բան էմոցիայի կաչեյան, չէ, և մարդը ինքը հատկապես մեր դարաշրջանում իր ամենատեսեք ունա, ես միշտ էդի նայց անկեղծ ասեմ, բացահայտ զվանքով եմ նայում դենց սցենաները, չէ, որ մարդը ինքը ստեղ ասում է, ես քեզ սիրում եմ, հա,
մեկ էլ էտում, որ ինքը սիրում էր ու շատ թափվում էր, ինչ-որ մի բանը նես չարեց, ոնց որ ինքն էր ուզում, ինքը շուռ եկավ, ասեց անասուն։ Այ 5 րոպե առաջ սիրում էր, հիմա կարողացավ ասի անասուն։ Հա? Այդ է, հասկանում եք, այդ դեպքերի գոյավիճակների մարդկանց բանը, այդ իրեն օրվա ընթացքում, այսպես մի 20 անգամ գնում գալիս են։ Այդ նույն մարդու հանդեպ է, որ հանկարծ մի բանը նես չարեց, сволочь скотина։ Հա? Վայ, я тебя люблю, без тебя не могу։ Այդ կապանումների մեջ են, չէ՞։ Հիմա տեսեք, դրա համար մարդը ասենք, որ ինքը մտածող է, չէ, ինքը տենց է, ինքը ուրիշ ձև չունի, ինքը դիանբանման գա այդ եզրակացությանը, որ այդ իրա էմոցիոնալ այդ կաչելյաները, չէ, իրան սարքում են թույլ։ Ով ոնց ուզի բանումակցից մանատավի։ Հասկանում եք, չէ։ Ոնց որ օրինակ ասեմ, ես իջուր մեկին ատում եմ, ու ես ուժել եմ։ Մի հատ մարդ կա, որ ինքը թույլ է ու ատում է այդ նույն մարդուն։ Գալիս է ինձ երկու հատ խոսք ասում, որովհետև ինքն էլ է նրան ատում, ես ոգևորվում եմ, ինքը ասում է, այստեղ մի հատ հնարավորություն կա, որ դու քո ատելությունը իրականացնես։ Ինքը ինչ-որ է, ինչ-տեղը սենց անելու, այդ ժամանակ անպաշտպան ալնելու, կարաս գնաս իրան այդ օրինակի համար սպանես։ Տես ինքը իր ատելությունը եղավ իր թույլությունը։ Եվ ինչ-որ մեկը, որը թույլ է, բայց խորամանկ է, եկավ այդ ապուշին օգտագործեց, ասես մենա գնա։ Հետո ինքը մինչև էդի արեց, բանտում հայտնվեց, ասես հիմարի քիլ լսեցի։ Հասկանում եք, այսինքն երբ որ մարդը ինքը տրամաբանության է գնում, ինքը ընկալում է, որ էմոցիան ինքը վատ բան է, իր թշնամին է։ Դրա համար է, որ տղամարդիկ, որոնք իրանք խնդիր ունեն լինել ուժեղ, այդքան վախենում են էմոցիայից։ Իրանք ամենաշատը վախենում են ասեն սիրում եմ։ Չէ՞, ինչ բարի բան, էմոցիայի դաշտից բառեր, իրանք վախենում են ասեն։ Կանայք էլ ինչ են ուրեմն ձգտում, իրանք էլ չեն հասկանում, որ երբ որ իրանք տղամարդում ստիպում են, որ ինքը էմոցիայից բառեր ասի, կողքի տղամարդիկ իրան ֆիքսում են որպես թույլ։ Ու կանայք էլ իրանց այդ բանից փառասիրությունից, չիսլավը, փառասիրությունից հավես են անում, որ ինչքան ավելի ուժեղ տղամարդը ստիպված լինի, բոլորի մոտ ասի, ես քեզ սիրում եմ։ Այդ չեն վախում են, հասկացաք, չէ՞։ Այդտեղ թե ով ու ինչ վնաս է տալիս, դա աննկարագրելի է, հասկանում եք։ Իրականում, իրական իմաստություն ունեցող կանայք երբեք իրանց թույլ չեն տա ստիպել տղամարդուն, որ ինքը հրապարակայնորեն էմոցիա արտահայտի։ Որ որևիցե մեկը իրան ընկալի որպես թույլ։ Հասկացաք, օրինակ հներում դուք չմտածեք, որ միշտ էդի դրանից են գալիս, որ տղամարդիկ բռնանում էին կանանց։ Հներում կանանց 80%-ը իրանք այդ օրենքները գիտեին։ Ու եթե իրանք իրոք, ուշադիր լսեք հիմա ինչ եմ ասում, եթե իրանք իրոք սիրում էին իրանց տղամարդը, իրանք միշտ ուրիշների ներկայությամբ տղամարդուն իրավունք էին տալի, որ ինքը իրանց հրամաններ տա։ Ու իրանք են խոնարհ ենթարկվում էին։ Ինչի համար, որ ամբողջ շրջապատին ուրիշ տղամարդիկ հասկանան, որ սա ուժեղ տղամարդ է։ Իսկ անգրագետ կանայք անում են ուղղակի հակառակը։ Ու այդ անգրագետ մարդիկա, որ հետո երբ որ կարդում են այն դարաշրջանների կանանց պահվածքը, մտածում են, որ տղամարդիկ sense առավոտից իրիկն ու հա, չէ, դեռ կային, ինձ խնդիր չի, հա? Մենք հիմա այն բան դարաշրջանների մասին ենք խոսում, երբ որ իմաստություն է եղել։ Հասկանում եք, երբ որ արդեն ինքը աստվածամերժության դարաշրջանը մտավ, այսինքն առաքինությունը վերացավ, այդ առաքինի հասարակության մեջ ավոր տղամարդու ուժը դրանով չի պայմանավորվում, ինքը հանգիստ կարող է
ասիկ այդ որից հնդկական սիրիալները նայում եք, Մահաբհարատան բան չէ, այնտեղ ասենք ինչա ցույց տալի Արգջունայի պես զինվորը, որը անունը լսում էին ծառի չոքերը թուլանում էր, ինքը կարող էր հանգիստ արտասվել։ Ոչ մեկի մտքով չէր անցնում մտածել, որ ինքը թույլ է։ Բայց երբ որ արդեն եկավ աստվածամերժության դարաշրջանը, այդ խոսակցությունը ինքը դարձավ ահա որ կարևոր։ Եվ շատ կանայք իրանք հենց ինքնական, գիտակցաբար գնում էին դրան։ Եվ հետո երբ որ իրանք իրանց ամուսինների հետ մենակ էին մնում, իրանց ամուսինները իրանց շատ մեծ կողմնակություն էին արտահայտում այդ խելոք բաղացքի համար։ Հասկացանք, ամերիկան սիրուն նրբություններ կա։ Ամեն ինչը տես էգո առաջ քաշելով չէ։ Դե այդ կրկի գոբանի մեջ սա ամեն մեկը իր էգոն առաջ քաշում։ Ոնց բայց չնու այս տիպայս դուզի որ սա հասկանան որ ის դալուի եմ յա։ Հասկացաք։ Այս տիպան է։ Ոչ, նա դրա մասին չեն խոսում։ Ուրեմն Եվ եթե մարդը ինքը իր բանականությունը վագնահատում, ինքը անպայման գալիս է այն եզրակացության, որ էմոցիան հետի իր տլությունն է, կամ հակառակը, եթե ինքը կրքերի գոյավիճակի մեջ է, չէ, ինքը գալիս է մի հատ անտրամաբանական եզրակացության։ Ինքը ասում է ավելի լավ է ես տառապեմ, բայց էմոցիաս կամ։ Չեք լսել այս խոսակցությունները։ Հա? Այդ կյանքը, այդ ժամանակ ես ապրում եմ, այդ դա է կյանքը, հետո ինչ անենք, հա, մի օր կճղայանան, մի օր ես կլինի, մի օր է կլինի, ավելի լավ չի, քան բապշե ոչ մի բան չլինի, չէ, ուրեմն մեկը ասում է ավելի լավ է ոչ մի բան չլինի, քան ես ամբողջ օրը սենց ըլնեմ, մյուսները ասում է ավելի լավ է ես ամբողջ օրը սենց ըլնեմ, քան ոչ մի բան չլինի, հա, ու ասեք մեկ ունակ տեսեք այդ տեսանկյունից, այդ երկրորդ տեսանկյունից, չէ, շատ հաճախ մեծահասակների մոտ այդ է արտահայտվում, երբ որ զույգերից մեկը մահանում է, հա, օրինակ ես մեկ մի հատ հարևան ունեի, ամուսին իրանից շուտ մահացավ, մի օր այդ տատին մի հատ նենց հետաքրքիր արտահայտություն արեց, ասեց ամարդ, ասեց, կյանքը նենց ադապտարկվում է, 9 օրվանից որ բանը մահացավ, ասում, մի հատ դուրս տունի կռիվ անող կռիվը չեմ կարող անել, մեր մարդ չկա մի հատ հետը գոնե կռիվ անես, այս ջանդամը, հասկանում եք, չէ, այդ բանն է։ Հիմա տեսեք, իրական հոգևորը, եթե ինքը խոսում է հոգևոր աշխարհի բազմազանության մասին, եթե ինքը խոսում է սիրո մասին, դա նշանակում է, որ հոգևոր աշխարհում կենդանի էակի ամենահզոր քանձերից մեկը դա հենց էմոցիան է։ Հասկանում եք։ Եվ դրա համար բակցին, այսինքն արիացիների հոգևոր տեսությունը, ինքը ասում է չհամարձակվես ոչ մի էմոցիայից կպնես։ Բոլոր, այսինքն քո էմոցիոնալ աշխարհը ինքը ոչ թե պետք է վերանա, այլ պետք է առողջանա։ Հասկանում եք։ Եվ դրա համար, ասենք, այդ պերսոնալիստները իրանք երբեք չեն ասում։ Մի տխրի, եւ որ մահացավ մի մարդ, որը քեզ երջանկություններ տալի, որի հետ քո համար լավ էր։ Չէ՞, այս շանտին իրանք ասում են մի տխրի։ Հետի ժամանակավոր բան, տեսածից բաներ էր, տարեի, քեսի գնացենի, կաֆի, հիմա գնացել է ուրիշտեղ, ուրիշների հետ, չիմանամ ինչ-բան, հրաժարվում են բանանում, չէ՞։ Պերսոնալիստները իրանք ասում են ոչ, եթե դու վաբշե ընդհանրապես մեջդ 5% ուրիշ բան չենք խոսում, արդարություն ունես, իհարկե, այնով որ քեզ սիրել է, այնով որ քեզ գուրգուրել է, հա, այնում հետ դու քեզ երջանիկ ես զգացել, ով կարելի է որ ինքը մահանա ու դու չտխնես։ Չէ, տեսեք ինքը այս ինքը էմոցիային չկպավ, ինքը չասեց մի տխրի, ինքը ասեց այդ տխրության կոնտրոլի տակ մի ինքի։ Հասկանում եք, ինչ է սա նշանակում։ Այսինքն կա մի հատ սահման, որից
դու պիտի կարողանաս այդ տխրությունից դուրս գաս, մտնես մի հատ ուրիշ էմոցիայի մեջ։ Հետո կարող ես նորից վերադառնաս այնտեղ։ Հասկանում եք։ Որն է դրա կարևորությունը։ Նյութական աշխարհում հոգևոր մարդու համար սա ահավոր կարևոր սկզբունք է։ Չէ՞։ Օրինակ ես բերեմ իմ ընտանիքից օրինակ։ Այս վերջերս մահացավ իմ մորաքույրը, ոնց որ երկու մորաքույրներս իրար հետևից մահացան, մի քանի ամիս տարբերությամբ։ Միշտ այդ մորաքույրս ինքը իր աղջիկը 3 տարեկան էր, երբ որ ինքը ամուսին կորցրեց, ինքը բավականին հետաքրքիր գեղեցիկ կին էր, մայրական կողմից իրանք բոլորը գեղեցիկ են աղջիկները, ու ինքը ուղղակի սև մամաս միշտ ջղայնացած ասում էր, սև լաչակը կապեց գլխին, հա, բանը լաչակ է դրի, չգիտեմ ինչի, սև գլխաշորը հագավ, ու կոպիտ ասած այլևս ճանջը չկարողացավ իր կողքով թռնել ընդհանրապես։ Ու ինքը խորասուզվեց իր երեխաներին, մեծացրեց բան, ու միշտ այդ թախիցի մեջ որ այսինքն իրան նայողը միշտ է հիշում, որ ինքը ամուսին է կորցրել, որ ինքը թախիծով է, ինքը ասենք մի դիսկ իրան որտեղ գեղեցիկ էր, ինքը տակի որ իր ամուսինը մահացավ, ինքը անմիջապես տեղափոխվեց իր եղբորս եւ քերուս եւ տատիկիս տուն։ Հա? Սակուս միջև էլ իրան կարանտին բնակարանում էին։ Հետո հո մենք ասենք, բա ինչի տենց, ասենք, կամերամերի լավ չէ, որ դուք այնտեղ հանգիստ ձերաբար քերուսը դիշկիշ լավություն բեր, ասում ես չէ։ Իմ արտաքինը ինձ տեղ չի տալի, եթե ես այնտեղ մնամ, այն հրեշտակի կյանքով էլ որ ապրեմ, անպայման ինձ մի ոչ կպցնել մեմ։ Դրա համար ինքը երեխաների վերցրեց ու եկավ ամբողջ կյանքը ապրեց քերուս ու տատիկիս հետ։ Բայց միշտ այդ սեփակած, հա, ու ասենք այս վերջերս մի անգամ դες խոսում ենք, ես շատ ափսոսում էի իր ապրած կյանքի համար, որտեղ ինքը շատ լավն էր, ափսոս էր, ու իր աղջիկը մի բան ասեց, գիտես ասեց այդ, ու ասեց, որ ճիշտ ասեմ, ասեց, մենք Դավիթի հետ մենք նստած հետի խոսում ենք, էլի, որ կարող է շատ ավելի լավ լիներ, որ ասենք մայրս ինքը ժամանակին այդ սքի մեջից դուրս գար, ինչու՞ չէ, նոր ծամ ստանար, հա, մենք էլ ասենք իրան տեսնեինք ժպտերես, ուրախ, բան, կաստիացմա այս այնց էլի, որ հիմա ինքը գնում է, ու մենք բոլորս նստած հետ ենք մտածում, չէ, որ ես ինչ անիմա, ինչ բան տխուր կյանքով ապրեց այս կինը։ Չէ՞։ Տեսեք, ասենք, որ իր սեփական երեխաները իրանք եկել էին այդ բանին, էլի, որ այ она задержалась в печали։ Հասկացաք, չէ՞։ Այսինքն խոսքը գնում է ոչ թե նրա մասին, որտեղ իրականում, չէ, այդ թախիցի, именно печаль, տեսեք, ես սա շատ նուրբ խոսք է, բացի նոդը չասեց ատելություն, ինք ասեց թախից, հա, այդ թախիցը, դա միշտ ենա սիրո կորուստն է, չէ, ինչ-որ մի լավ բանի կորուստն է, չէ, ինքը ատելության հետ ոչ մի կապ չունի, էլ ինքը շատ նուրբ բան է, հա, հիմա այն ինչի են արիացիները ասում, որ չէ, դու թախիցը պիտի զգաս, բայց պիտի չտաս, որ ինքը քեզ ղեկավարի, հա, դա գալիս է այդ առաքինի անձնավորության, այսինքն եթե անձնավորությունը ինքը առաքինություն է զարգացնում, դա անհնար է, որ ինքը թախիցի անի տակ մնացող լինի, ինչի, որովհետև այո, եթե ես առիթ ունեմ լինել թափան, ապիչալինի, թաղծոտ, եթե ես առիթ ունեմ լինել թաղծոտ, չէ, հիմա սենց էլի, կենդանի ատերը, որոնք ինձի շրջապատում են, իրանք ինչում են մեղավոր։ Հասկանում եք։ Օրինակ տեսեք, ու այդ որ մեղավոր չեն, ինքը լինում է երկու տեսակ։ Չէ, մի քանի տեսակ, այլ այն մարդիկ, որոնք իրանք թաղծոտ են, իրանք մի քանի տեսակ են լինում։ Առաջինները լինում են այդ այդսը։ Իդի ստարուշկա և պիչալի, հա, ես թաղծոտ եմ ու պարս։ Եվ դա նշանակում է, որ իմ կողքը ոչ մեկ իրան չի կարող թույլ տալ ուրախանալ։
որ կոպիտ ասած իմ եթե ես բարեկամ եմ ու ինձ բան են անում, դες խղճում են, որ ես տաղիցի մեջ եմ տաղծոտ եմ, ես ինչ եմ ամուսին եմ կորցրել կամ երբ աստվածոչանի երեխա եմ կորցրել, ես ինչ եմ հանգանքից ասում լավ կանչեք դու մի քիչ սիրտը բացվի, բան, ու տեղի ամենում ուղղակի հակառակը, փոխարեն իր սիրտը բացվի, որտեղ ինքը մտել է այդ դերի մեջ, ինքը չի կարողանում էլ այդ տաղիցի դերից դուրս գալ։ У меня печаль, չէ՞։ Որ մարդիկ, որոնք բաց սրտով այդ մարդուն կանչում են, որ ինքը մի քիչ ծրվի, չէ՞։ Ես չեք տեսել տենց մարդիկ էլի, որ ասենք ինքը տենց է տաղծոտի դերի մեջ է, հետո մի հատ ուրախ բանի մեջ է անգնում, մեկ էլ մոռանում է այդ իր դերը, մի երկու հան շփվում է, հետո մեկ է հանկարծ հիշում է, որ ինքը տաղիցի մեջ եղնի, ու նորից լրջանում է լրջանում գալիս նորից դուրս ցծում է, չեք տեսել էջ, հասկացաք չէ, այլ մեկը դա դերը, որտև այդ դերը ինքը շատ բան է էլի, ստիպում է, որ բոլորը իրան խղճան, բան է, Вторичная выгода. Вторичная выгода есть, հասկանում եք։ Հիմա ուրիշները, չէ, իրանք ռեալ թաղիցի մեջ են, ու միած են շելեսա բետոնի պես է թաղիցի մեջ խորասուծված, գալի դեր ծան բաներ անում, ու ծանրանում են բոլորի վրա։ Հա, եթե մեկը մեր ասում պարենք են, շատ բան իմ մոտ պարես, ես տաղիցի մեջ եմ, հասկացա, չէ, այսինքն, երբ որ ազնվորությունը ինքը տաղիցի մեջ մնում է, ինքը դառնում է ուրիշների ուրախությունը, այսինքն ուրիշների կյանքը հարամող, այմա այս սայա մաքսիմինոտը քննարկում, որ ոչ թե դու տաղիցի իրավունք չունես, բայց եթե դու բարոյական մարդ ես իրոք, դու քո թաղիծով երբեք չես հարամի ուրիշի ուրախությունը։ Ու ամենանուրբ այդ թաղիծի մեջ բաներ անողները իրանք իմ ամենաչասիրած սորտի մարդիկ են։ Գիտեք, ես որ մարդկաց չեմ սիրում, էլի, որ ասենք իրանք ինչ-որ մի հատ բանի մեջ մտած են, չէ։ Ու հիմա շրջապատը իրան փորձում է այնտեղից հանի, ու իրանք գալիս են ասել, դե ես թաղիծի մեջ եմ, հիշում եք, չէ, սպանում։ Լավ հիշեցիք, որ ես թաղիծի մեջ եմ։ Դե լավ, տակի բայց ձեր խաթր կժպտան։ Հասկացաք ինչի մասնա խոսքը։ Այսինքն ինքը մեկը հարամողը, ինքը սկզբից մի հաշկացեց իրադաշտ, եթե ես էներգետիկ իմաստով խոսամ, դարձավ վամպիր, մի քիչ էներգիա վերցրեց, այդ խրջարության եսի միջի, հետո բաների մթոն բան, չէ, այ ձեր խատր ուրախացա, հետո հենց որ պարել ես բացա եկան ստեցի նորից մտան թաղիցիս մեջ, որ դա հասկանանք, ես ձեր խատր դուս եկա պարեցի, հա, այդի, ես գիտեմ, մենի դուք ոնց, բայց ես անես չեմ սիրում չեք պատկերացնում, մենի, որտև ինձ ամենակ իմ համար ճիշտը էնա, որ դու կամ պետք է իրոք ռեալն է, հենց մտնելու պահից արդեն քեզ նենց պահես, որ ոչ մեկին ոչ մի բան չհիշացնես։ Հատա, կարող է դաժե մարդիկ մտածեն, որը չհասկացան, ես ոնց է թաղիցի մեջ ծիրներ, ես խիասենց ուրախ, չենք ասում էլի ես իմ ինչ չափերից անցած, բայց այդ կուլտուրան չհարամել, այս սրա մասին աստեղ խոսքը, իրական հոգևոր մարդը, երբ որ ինքը թաղծելու առիթ ունի, ինքը իրավունք ունի թաղծի, բայց ինքը չի թույլ տա, որ թաղիծը ղեկավար դառնա իր կյանքի, ինչի համար, որ ինքը ուրիշի երջանկությունը հարամող չունի։ Հասկացաք, չէ՞, ու այսի շատ կարևոր սկզբունք է։ Հիմա տեսեք, այս մնա ձեր ուշադրությունն եմ դասնում։ Մենք հիմա ձեզ հետ քննարկում ենք այն սկզբունքները, որին հետևելով կենդանիակը կորցնում է իր հոգևոր աճը։ Տեսեք, դե մտքով կանցներ, որ եթե թաղիծը ղեկավարում է ձեզանով, հա,
Всё, դուք ձեր հոգևոր աճը կանգնացրեցիք։ Ինչի՞։ Որովհետև իրականում հոգևոր հարաբերությունների մեջ լիքը երջանկություն կա։ Հասկանում եք։ Ու եթե օրինակ ասենք մենք ինչ-որ մի հատ կորուստ ենք ունեցել, չէ՞, գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարող է մեր հետ այնց արտահայտվի, որ մենք ուրախություն ունենանք, բայց մենք ասենք, ոչ, ամոթ է, մարդիկ չեն հասկանում։ Հասկանում եք, որտեվ մարդիկ էլ իրանց հերթին, չէ՞, ինչ-որ մի հատ բան ունեն, դա կեղծիեցնել ինքը ինչ բնություն ունի, կեղծիեցնել սիրում է, որ այո, այս կնոջը տեսնում եք, որ ամուսին մանցան միջև կյանքի վերջ ճանճը կողքով չանցավ, ամեն համար դեպ նույն բանը ուզում ունենա, չէ՞, դա համար ինքը սիրում է, երբ որ տենց կին կա, որ իրան մատնացույց անի։ Հասկացաք։ Ու հակառակը էլի, կանանցով ենք ես դրա համար եմ տենց օրինակ վերում, դրա հակառակ օրինակ էլ կարող վերեմ, էլի, խնդիրը չի։ Հասկացաք, չէ՞, ինչի մասն է խոսքը։ Ուրեմն այսա ինքը շատ նուրբ մշակույթ է, այսինքն իրական հոգևոր դաշտը իրականում պետք է այդ տրամադրությունների մեջ լինի, որ այո, իհարկե, հոգևոր մարդը իրավունք ունի ունենալ թախիծ, բայց ինքը իրավունք ունի այդ թախիծից հետո նոր երջանկության, անպայման չի, որ բաղելի նորից ամուսնանում ենք կամ չգիտեմ ինչ, չէ՞։ Օրինակ ասենք, տես ես ինքս, որ քրոջս միշտ ասում էի, ասում էի, տես դու քո կյանքը, հատկապես երբ որ արդեն մտա հոգևորի մեջ, ես այն այդ հարցը տալիս էի, ասում էի, տես օրինակ դու քո կյանքը զոհեցիր, չէ՞, ինչի համար։ Այդ դու ինչի համար այդ ճանճեր կողքով չի կարա թռնի դիրքը բռնեցիր։ Դու ինչ էիր ասում։ Դու չէիր ասում, չէ, ես ամուսնուս չեմ կարող, ես իմ ինչ է, կյանքը ինքը, տենց մարդ չկա էլի, որ չկարողանան մոռանալ, եթե դուք չեք խոսում, բայց դու ինչ էիր ասում, դու ասում էիր ես տղա երեխա ունեմ, ու ես ոչ մեկին թույլ չեմ տա, որ իմ տղայի պատվի կողքով անցնի իմ պատճառով, դա իր չէ ասում, ասում էր հա, ասում եմ, բա դու հետ չես մտածել դրա մասին, որ այդ որ դու մշտական տես տխուր իրավիճակի մեջ ես, հենց այդ նույն քո տղայի վրա էդի ոնց է ասում, որ ինքը հա քեզի տեսնման դժբախտ։ Հա? Այսինքն դու իրան ինչ ես ցույց տալի։ Դու իրան ցույց ես տալի մի կողմից, որ ռոդի դու ինձ համար թանկ ես, որ ես քեզ սիրում եմ։ Բայց ես քեզ այնքան չեմ սիրում, որ քո կյանքում եղած լավ բաները ինձ ուրախացնեն։ Ինչի՞ ես կարող այդ նույն մնացածի մասին չեն խոսում, այդ նույն տղայի խաթր, որի համար դու այդ ամեն ինչ արել ես, չէ՞։ Ինչի՞ քեզ թույլ չես տալի ուրախանաս իրանով։ Որ այդ իրանով քո դեմքին ժպիտ կա։ Ու արդարացման ֆրազաներն էլ միշտ կան, չէ՞։ Որ ասենք, любой момент, եթե քեզ պետք է, դու կարող ես ասել, իր մեջ ես տեսնում եմ իմ ամուսնու շարունակությունը, всё, ինքը ինձ համար մահացած չի, ես ինչ չեմ, ինչ չի, всё, արդարացվեց քո ժպիտը։ Հասկացա՞ք, չէ՞ ինչի մասն է խոսքը երեխեքի, դեսի ահավոր նուրբ սկզբունք է։ Որտեղ ինքը թախիծը, ինքը շատ նուրբ զգացմունք է։ Շատ։ Ու այո, անձամբ ես ճիշտ որ ասեմ, այդ Բաքտեվոտ Կորեայից նախադասությունից հետո ձևավորել եմ այդպիսի կարծիք, որ այդքան էլ անկեղծ չլինեն մարդիկ, որոնք իրանք սրտի թախիծը դեմոնստրացիա են անում։ Ես ընդհանրապես չեմ սիրում, երբ մարդիկ ինչ-որ բան դեմոնստրացիա են անում։ Բայց երբ որ թախիծն են սարքում, մանիպուլյացիաների թեման, ոобще չեմ սիրում։ Ինքը ահավոր նուրբ բան է։ Եվ Բաքտեվոտ Թակուրը ինքը մեզ հիմա հասկացնում է, որ նվիրյալը կամ հոգևոր մարդը ինքը կարող է բոլոր էմոցիաներն էլ ապրել։ Ուղղակի այդ է սահմանը, որ չի կարելի թույլ տալ, որ ցանկացած էմոցիա ինքը տարածվի ամեն ինչի վրա։ Ամեն մի էմոցիա ինքը ունի իր տեղը, որտեղ ինքը ծնվել է, իր օբյեկտը, որին ինքը ուղղված է, հա, եւ պետք է ապրվի մենակ այդտեղ։ Հասկանում եք։
այն մնացածի հետ դու ունես ուրիշ էմոցիաներ։ Եվ պիտի հանգիստ քեզ թույլ տաս, որ այդ էմոցիաները տեղի ունենան։ Հասկանում եք։ Որտեղ հիմա ասենք, այմա բերենք հոգևոր դաշտ։ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը իրականում իրական հոգևոր կյանքը ինքը շարում է ուրախությունով, ուրախության աստիճաններով։ Հասկանում եք։ Եվ տեսեք, այստեղ մի հատ սենց խնդիր է առաջանում, էլի, որ օրինակ ասենք, եթե անձնավորությունն ինքը ինչ-որ մի հատ կորուստ ունեցել, չէ՞, լուրջ կորուստ, ասենք չգիտեմ, ամուսին տնից տեղի, ամուսին կա մահացել, կամ ասված լուճանի երեխա, չէ, ինչ-որ լուրջ, ինչ-որ մի մեծ բան ա տեղի ունեցել, կամ քույր եղբայր ժամանակից շուտ, չէ։ Հիմա տեսեք, ու ասենք, օրինակ մեր դեպքում ես կարող եմ ասեմ, որ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը կարող է օգտագործի իր հոգևորականներին, որ հոգևոր մարդիկ իրանք հավաքվեն իրար շուրջ, երգեն, աղոթքներ երգեն, ոսենց կամաց ոնց որ ռասկաչի վեց, էլի, կամաց իրան փորձեն դուրս բերեն, այդ տրամադրությունների մեջից, ու այդ ամեն ինչը ինքը հենց Աստծո ձեռքն ա, որով ինքը փորձում ա մխիթարի։ Հասկանում եք։ Այսինքն, եթե մենք հատկապես այդ բանի, իչել ոնց է, թախիցի, երբ որ այդ թախիցի դաշտում մենք ճահիճ ենք սարքում, մենք կոպիտ պլանի վրա մեր մտերիմներին թույլ չենք տալի, որ մեզ հանեն դրից։ Եվ նոր պլանի վրա հենց Աստծուն թույլ չենք տալիս։ Եվ դեռ մենք իրան ասում ենք շո, դու մեզի այս կորուստը տվեցիր, կյանքում էլ ժպիտը սերեսից չես տեսնի, հասկացան։ Հասկանում եք, չէ՞։ Բայց իրական հոգևորը ինքը խոսում է նրա մասին, որ ամեն կենդանիակ ինքը ունի իր ճակատագիրը, ունի իր ճանապարհը։ Եվ մեր կյանքից հեռանում են մենակ նրանք, ովքեր որ ավարտել են իրանց դերակատարումը մեր կյանքում։ Այնքան ժամանակ ինչքան մենք տալիք առնելիք ունենք, իրանք մնում են մեր կողքը։ Հասկանում եք։ Օրինակ ես մի հատ այդպեսի դեպք գիտեմ, որ մայր ու աղջիկ իրանք ամբողջ կյանքի ընթացքում վատ հարաբերություններ են ունեցել ու որ ասում են ոչ բացում կա, ոչ ազատում էլի, այդպես կինը ամբողջ կյանքում տանջվել է իր ամբողջ ձեռքը, որտեղ ոչ էլ մահանում է, կոպիտ ասած։ Ու մի հատ ջահել երեխա կարելի ասնել, շատ հետաքրքիր մի բան ասեց մի անգամ այդ կնոջը։ Ինքը ասեց, ինքը չի մահանում, որտեղ դուք իրան չեք ներում։ Ինքը էդ ա ուզում, ինքը ուզում ա հանգիստ խղճով մահանա, որ մյուս կյանքում պատասխան չտա հարածների համար։ Ներեք իրան, որ ինքը մեռնի։ Պետարկի մոտեցումա, չէ։ Ես տեն զարմացած նայում ասում էի, նայ, ոչինչ նայ, տես ինչ ասեցի։ Հասկանում եք, մեծ մարդուն եկավ ասում եմ, դու չես հասկանում, որ դու իրան չես ներում, դրա համար չի մեռնում։ Ների, որ մեռնի։ Հասկանում եք, այսինքն այդ ամեն մարդ ինքը իր ճակատագիրն ունի ապրելու։ Ու ինչքան էլ ուզում ամենք կապված լինենք, կապված չլինենք, դա ոչ թե Աստծո դաժանությունն է, ոչ թե Աստված ինքը ինչ-որ մեզ մի վատ բաներ ուզում աներ, ուղղակի ժամանակը լրացավ։ Հասկանում եք։ Всё, просто եթե այդ ժամանակի լրացումը Աստծո պատկերացումների հետ չի համակնում մեր պատկերացումների հետ, չէ՞, մենք իրանից նեղանում ենք։ Ու այլևս թույլ չենք տալի, որ իրական բոլոր ճանապարհները փակում ենք, որ ինքը մեզ ուրախացնի։ Հիմա ինչի հետ այստեղ պայքարում բացի թակուրան։
որ մենք երբեք մեր մեջ չունենանք այն շլյուզը, որով փակում ենք իրական հոգևոր էներգիայի հոսքը։ Ինչու՞, որովհետև իրական հոգևոր էներգիա ինքը ուրախություն բերող է։ Եվ երբ որ կենդանիակը ինքը ասում է, չէ, ես ուզում եմ մնալ իմ թախիծի մեջ, դա չմիշտ ասում է, իմ էներգիան էդի ուրախությունն է, էդի սերն է, ես հետո էդի չես ուզում, վրան պրոստը ես չկամ։ Հասկացաք, ու այդպես կենդանիակը ինքը կորցնում է իր հոգևոր կյանքը։ Զգացիք ինչ նոր պրինցիպ էր, մտքների ծայրով կանցները, որ սենց պրինցիպ կա։ Ոս լավն է ձեր, այսօր ես կան։